Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն մեկնարկեց դեռ երեկվանից։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման արարողությունը։ Միխեիլ Ղավելաշվիլին օդանավակայանում դիմավորեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այցի շրջանակներում նախատեսվում էր Վրաստանի նախագահի բարձր մակարդակի հանդիպումները հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախագահը հանդիպելու էր նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեց հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի ունեցավ Վրաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացին և մենք պատրաստ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքերով Վրաստանն ու Հայաստանը օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում, և Հայաստանը ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է։ Մեր երկրների եզակի ավանդույթների և պատմության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը մեր ժողովուրդներին միավորող հիմնական արժեքներն են։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցի շրջանակներում Երևանում հանդիպեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա բարեդրացիական հարաբերությունները, ինչպես նաև կարևորեցին երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության տարբեր ուղղությունները, այդ թվում առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային հարցերը։ Քննարկվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներն ու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը։ Միխեիլ Ղավելաշվիլին նշեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ արված պատմական քայլ է։